18 տարի է, ինչ Դենտո ֆուդոկան շոտոկան կարատե դոմարտարվեստի Լոռու եւ Տավուշի մարզերի ֆեդերացիան կազմակերպում է վրանային ճամբարներ։ Տարեցտարի պայմանները բարելավվում են, մասնակիցների թիվն ավելանում։ Վերջին տարիներին ճամբարին մասնակցում է մոտ 150 երեխա։ Այս տարվա մասնակիցների թիվը 130 է։ Ճամբարականների հիմնական մասը կարատեիստներ են։ Այս տարի մեկնարկը տրվեց հուլիսի 10-ին։ Ստեփանավանի տարածաշրջանում Պուշկինո գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա, անտառի մեջ, որտեղով նաև գետ է հոսում, ամեն օր Դենտո ֆուդոկան շոտոկան կարատե դոմարտարվեստի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Սևգոտի 7-րդ դան Կարեն Ավետիսյանն անցկացնում է սեմինար պարապմունքներ։ Անտառային պայմաններում պարապելը շատ օգտակար է, քանի որ այստեղ եւ բնության հետ շփումը եւ ընդհանրապես այդ բնության գրկում պարապելը մեզ շատ օգուտ է տալիս, ավելի ենք ընկալում կարատեի հենց գաղափարը եւ այդ պատճառով ես սիրում եմ ճամբարները եւ միշտ էլ հաճախելու եմ։ Ճամբարում ես ծանոթանում եմ իմ նոր ընկերների հետ եւ ավել ժամանակ մարզվում եմ պարապմունքով, որովհետեւ արդեն քննություններն է, պետք է լավ պարապենք, որ քննությունները հանձնենք։ Առավոտն ու երեկոն նվիրվում են մարզումներին, ուշ երեկոյան խարույկի մոտ սկսվում է մշակութային հանգիստը, երգում են նվագում ասմունքում, իսկ առավոտյան նորից իգոր։ Շփվելով տարբեր քաղաքների իրենց ընկերների հետ երեխաները հնարավորություն են ստանում դրսևորել բնավորության գծերը։ Թերություններն ավելի ակնառու են դառնում, անհապաղ շտկվում են։ Ճամբարականները կազմակերպիչների անմիջական հսկողության տակ են, վստահեցնում է Սուրեն Օչինյանը։ Քանի տարիներ ճամբարներին մասնակցած երեխաները միանշանակ դառնում են իսկապես ազգին պիտանի եւ վաղվա ապագա զինվորներ, որոնք եւ կարգապահության եւ ընկերների մեջ եւ սպայական կազմի հետ մերպես սենսեյների հետ շփումից հասկանում են կուլտուրան եւ վստահ եմ, որ արդեն հասարակության մեջ իրենց շատ ավելի ճիշտ են դրսևորում։ Հանգիստը հանգիստ, սակայն հերթը քննություն տալունն է։ Հունիսի 15-ին բացօթյա պայմաններում անցկացվեցին հերթական ամառային քննությունները։ 9-րդ կյուից մինչև առաջին կյու անցան ստուգատես։ Մեր որակ ավելի բարձրացավ, նահանջագույնի առաջ մականաչ է։ Ամենակարևորը դա էր, պատրաստվենք մյուս քննությանը, ինչքան լավ պարապենք, ավելի լավ կհանձնենք մյուս քննությունը։ Օգոստոսի վերջին քննություն կհանձնեն նաև Սևգոտու տեխնատուները։ Արդեն սեպտեմբերին Սենսեի Յորգան կանցկացնի ավելի բարձր գոտիների քննություններ, կանցկացվեն նաև սեմինարներ, որոնք են ճամբարի առանձնահատկությունները, ինչ են տալիս բացօթյա դասերն ու պարապմունքները կարատեիստներին։ Սուրեն Օչինյանը 18 տարիների ընթացքում հասցրել է բացահայտել ու հասկանալ։ Յուրահատուկ մարզումներ է այնտեղ կազմակերպվում, ավելի շատ հոգևոր, մտավոր, քան տեխնիկական, որովհետև ամբողջ տարին դահլիճի պարապմունքները խիստ կարգապահության ներքո այդ 2 ժամերի ընթացքում մենք չենք կարողանում ավելի լավ հասկանալ երեխաների բնավորությունը, իրենց դաստիարակությունը, բայց այդտեղ ամբողջ շուրջօրյա մարզումները ապրում են, պարզապես ապրում են մեծերի հետ, սենսեյների հետ, շփվում են անմիջապես։ Ճամբարականները մեկ շաբաթվա ընթացքում սովորում են նաև ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, սարքել կացարանը, հարմարավետ պայմաններ ստեղծել քնելու համար, գտնել վառելիք խարույկի համար։ Բոլոր նրբությունները սովորեցվում են։ Ճամբարի առօրյայի կարևոր մաս է կազմում նաև փրկարարների հետ ուսումնավարժանքը։ Մասնակիցները սովորում են արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու բոլոր հմտությունները։ Պարան են կապում, գետանցում են անուման մատչելի վայրերում, սովորում են ինչպես ցուցաբերել առաջին վնասվածքներ ստանալու դեպքում եւ այլն։ Վերջին տարիներին ճամբարականները գալիս էին նաեւ Երևանի Ֆեդերացիայից, սակայն այս տարի մասնակիցները միայն Լոռու եւ Տավուշի բոլոր 17 դպրոցներից են։ Շատ երեխա, մեծ պատասխանատվություն։ Այս տարի նախընտրել են սահմանափակել թիվը վերահսկողությունն ավելի խիստ իրականացնելու նկատառումով։ Հուլիսի 17-ին երեխաները վերադառնում են տուն, իրենց հետ տանելով անմոռանալի հիշողություններ եւ հաջորդ տարի անպայման վերադառնալու հստակ որոշում։ Երկրորդ հերթափոխը ճամբար կմեկնի օգոստոսի սկզբին, կրկին 10 օրով։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։